Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ եւ իհարկե իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ես ձեզ համար պատրաստել եմ սպիտակուցներ թեմայի վերաբերյալ խնդիրների լուծման հիմնական մեխանիզմների բացատրությունը եւ այսօր մենք միասին կանդրադառնանք սպիտակուցների վերաբերյալ խնդիրների հիմնական տեսակներին, ինչպես նաեւ կամփոփենք կենսաքիմիա բաժինը այս մեր վերջին հաղորդումով եւ այնուհետեւ մի կարճ դադարից հետո մենք կանցնենք բջջաբանության։ Խնդրում եմ ձեզ ուշադիր լինել իմ YouTube-յան էջում տեղադրված այս տեսանյութից հետո տեղադրված թեստերի համարներին, որոնք ես կներկայացնեմ, որպեսզի դուք կարողանաք աշխատել այդ թեստերի եւ առաջադրանքների վրա, որից հետո ձեր իսկ կողմից ֆիլտրված, առանձնացրած եւ խնդրահարույց, ինչպես նաեւ անհասկանալի հարցերը ուղիղ եթերում անպայման կքննարկվեն իմ կողմից, կստանաք սպառիչ պատասխաններ եւ կկարողանաք ավելի զինված եւ պատրաստված մասնակցել հաջորդ տարում իրականանալիք մեր միասնական քննություններին։ Այսօր առանձնացրել եմ ձեզ համար խնդիրների լուծման համար շատ կարևոր 4 կետեր, որոնք պարտադիր է իմանալ, որպեսզի կարողանանք լուծել սպիտակուցների վերաբերյալ խնդիրները, եւ այսպես սպիտակուցների զանգվածը մենք կարող ենք գտնել ամինաթթվի զանգվածը բազմապատկելով ամինաթթուների քանակին, եւ սպիտակուցների սինթեզի ժամանակահատվածը մենք կարող ենք գտնել պեպտիդային կապի քանակը բազմապատկելով 0.2-ի, որը իրենից ներկայացնում է պեպտիդային կապի առաջացման ժամանակահատվածը։ Եթե ունենք ամինաթթուների քանակը, ապա հանելով 1 կարող ենք գտնել պեպտիդային կապերի քանակը։ Ամինաթթուների քանակը կարող ենք գտնել ՌՆԹ-ի նուկլեոտիդների քանակը բաժանելով 3-ի, ապա ԴՆԹ-ի նուկլեոտիդների քանակը բաժանելով 6-ի։ Եթե ունենք խնդրում ՌՆԹ-ի նուկլեոտիդների քանակը, մենք գիտենք, որ մեկ ամինաթթուն կոդավորվում է ՌՆԹ-ի 3 նուկլեոտիդներով կամ տրիպլետով, մենք կարող ենք այդ նուկլեոտիդների քանակը ՌՆԹ-ի բաժանել 3-ի եւ գտնել ամինաթթուների քանակը։ Ինչպես նաեւ եթե խնդրում տրված է ԴՆԹ-ի նուկլեոտիդների քանակը, ապա պետք է բաժանենք 2-ի, քանի որ տվյալ հատվածից նախ մենք պետք է սինթեզենք ՌՆԹ-ն, այնուհետև բաժանենք 3-ի, քանի որ ինչպես ասացի, մեկ ամինաթթուն կոդավորվում է ՌՆԹ-ի 1 տրիպլետով։ Սպիտակուցի երկարությունը կարող ենք գտնել ամինաթթուների քանակը բազմապատկելով 0.36-ի եւ 0.36-ը իրենից ներկայացնում է ամինաթթուների երկարությունը։ Անցնենք արդեն մեր խնդիրների տարբերակներին, այստեղ ներկայացված է սպիտակուցների սինթեզի ժամանակահատվածի վերաբերյալ, ինչպես նաեւ սպիտակուցի երկարությունը պահանջող խնդիրների ձևերը։ Դրանցից վերցրել եմ 3-րդ ստեմարանի 6-րդ բաժնի 18-րդ խնդիրը եւ հիմա արդեն հստակ օրինակի վրա փորձենք օգտագործել մեր այս 4 կետերը։ Սպիտակուցի մոլեկուլային զանգվածը 22200 զամ է, զանգվածի ատոմային միավոր։ Ամինաթթուների միջին մոլեկուլային զանգվածը 120, իսկ մեկ ամինաթթվի երկարությունը պոլիպեպտիդային շղթայի երկարությամբ կազմում է 0.36 նանոմետր։ Ինչքան ժամանակում բջջում կսինթեզվի տվյալ սպիտակուցը, եթե մեկ ամինաթթվի միացումը կատարվում է 0.2 վայրկյանում։ Ինչպիսի երկարություն ունի տվյալ սպիտակուցի առաջնային կառուցվածքը։ Նախ եւ առաջ մենք պետք է 22200-ը բաժանենք 120-ի, քանի որ սպիտակուցի զանգվածը բաժանելով մեկ ամինաթթվի մոլեկուլային զանգվածին կստանանք ամինաթթուների քանակը։ Ինչպես գիտենք, ամինաթթուների քանակից մենք կարող ենք հանել 1 եւ ստանալ պեպտիդային կապերի քանակը։ Դիցուք ունենք 16 ամինաթթու, այստեղից հետևում է, որ մենք կունենանք 15 պեպտիդային կապ, այսինքն հանում ենք 1-ը։ Իսկ այս 1 պեպտիդային կապը առաջանում է 0.2 վայրկյանում։ Հաջորդ հարցով իհարկե 184-ը մեր պեպտիդային կապը կբազմապատկենք 0.2-ի, քանի որ մեկ պեպտիդային կապի առաջացման ժամանակահատվածը 0.2 վայրկյան է, եւ կստանանք ամբողջ պոլիպեպտիդային շղթայի սինթեզի ժամանակահատվածը։ Հաջորդ հարցով իհարկե, քանի որ պահանջում է սպիտակուցի պոլիպեպտիդային շղթայի երկարությունը, ապա մեր ամինաթթուների քանակը արդեն, որը հավասար է 185-ի, կբազմապատկենք 0.36-ով եւ կստանանք սպիտակուցի երկարությունը։
Հաջորդ խնդիրը արդեն նուկլեոտիդների եւ սպիտակուցների համալիր խնդիրների շարքին է պատկանում։ Այստեղ մենք ունենք սպիտակուցի սինթեզը տևել է 109.8 վայրկյան, իսկ ամինաթթվային մնացորդի միացումը 0.2 վայրկյան։ Գտնենք տվյալ սպիտակուցի սինթեզը պայմանավորող գենի երկարությունը, եթե մեկ նուկլեոտիդի երկարությունը DNT-ի շղթայում 0.34 նանոմետր է։ Նախ եւ առաջ հիշեցնեմ ձեզ, որ DNT-ի երկարությունը մենք կարող ենք հաշվել DNT-ի մեկ տվյալ հատվածի մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը բազմապատկելով 0.34-ի։ Հետևաբար մեր լուծումը կիրականացնենք հետևյալ կերպ. Նախ եւ առաջ 109.8-ը կբաժանենք 0.2-ի, ստանալով պեպտիդային կապերի քանակը։ Այնուհետև պեպտիդային կապերի քանակին կգումարենք 1, որպեսզի ստանանք ամինաթթուների քանակը, քանի որ պեպտիդային կապի քանակը հավասար է ամինաթթուների քանակից հանած 1։ Հաջորդ հարցով արդեն մեր ամինաթթուները կբազմապատկենք 3-ի, քանի որ 1 ամինաթթուն 3 նուկլեոտիդով է կոդավորվում, հետևաբար մեկ շղթայում մենք ունենանք 1650 նուկլեոտիդ, որը իհարկե հավասար է RNT-ի նուկլեոտիդների քանակին։ Եվ իհարկե 1650-ը կբազմապատկենք 0.34-ի, արդյունքում ստանալով RNT-ի երկարությունը, որն էլ հավասար է DNT-ի տվյալ հատվածի երկարությանը։ Անցնենք հաջորդ խնդիրներին։ Այստեղ մենք ունենք եւս սպիտակուցի եւ նուկլեինաթթուների համալիր խնդիրներից մեկը։ Այստեղ սպիտակուցի մոլեկուլային զանգվածը 18000 զամ է, իսկ մեկ ամինաթթվային մնացորդի միջին մոլեկուլային զանգվածը 120։ Որոշել այն RNT-ի նուկլեոտիդների թիվը, որի վրա սինթեզվել է այդ սպիտակուցը, ինչպես նաև որոշել մոտավորապես քանի հազար զամ է այն գենի մոլեկուլային զանգվածը, որը կոդավորում է այդ սպիտակուցը, եթե հայտնի է, որ մեկ նուկլեոտիդի միջին մոլեկուլային զանգվածը 300 զամ է։ Նախ ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ հիշեցնել եւ ցուցադրել արդեն, որ մեկ ամինաթթուն համապատասխանում է 3 RNT-ի 3 նուկլեոտիդների որոշակի հաջորդականությանը, այսինքն կոդավորվում է 3 նուկլեոտիդների որոշակի հաջորդականությամբ, որին անվանելու ենք տրիպլետ։ Եվ իհարկե այս թիվը բազմապատկելով 2-ի մենք կստանանք դրանից DNT-ի այն կտորի, այն հատվածի նուկլեոտիդների քանակը, որից սինթեզվել է տվյալ RNT-ն։ Լուծման համար մեզ պետք է նախ 18000-ը բաժանել 120-ի, քանի որ այստեղ մենք ունենք սպիտակուցի ընդհանուր մոլեկուլային զանգվածը եւ մեկ ամինաթթվի մոլեկուլային զանգվածը, եւ կստանանք ամինաթթուների քանակը։ Այնուհետև մեր ամինաթթուների քանակը կբազմապատկենք 3-ի, ինչպես նկարում ցուցադրված է, եւ կստանանք մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը։ Այնուհետև մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը իհարկե կբազմապատկենք 2-ով, քանի որ այստեղ խոսքը գնալու է DNT-ի կամ գենի մոլեկուլային զանգվածի մասին, կգտնենք նախ DNT-ի նուկլեոտիդների քանակը, որից հետո իհարկե DNT-ի նուկլեոտիդների քանակը կբազմապատկենք DNT-ի մեկ նուկլեոտիդի մոլեկուլային զանգվածին, որը հավասար է տվյալ խնդրում 300 զամի։ Պետք է նշեմ, որ քանի որ խնդիրը պահանջում է որոշել մոտավորապես քանի հազար զամ է այդ գենի մոլեկուլային զանգվածը, ապա մեր պատասխանում մենք կպահենք միայն 270 թիվը, թեպետ ստացել ենք 270,000։ Այստեղ հարցը հնչում է քանի հազար է եւ մենք պատասխանում կնշենք 270։ Անցնենք հաջորդ խնդիրներին, որտեղ էլի մենք ունենք համալիր ընդհանուր DNT-ի եւ սպիտակուցների այսպես ընդհանուր համակարգ։ Այստեղ DNT-ի մոլեկուլի հատվածում ադենինի եւ գուանինի քանակական հարաբերությունը հավասար է 2.1-ի, քանի նուկլեոտիդներից է կազմված տվյալ հատվածը, եթե դրանում գուանինային մնացորդների քանակը հավասար է 2400-ի, եւ քանի ամինաթթվից կազմված սպիտակուց է կոդավորում DNT-ի այդ հատվածը։ Նախ եւ առաջ մենք կգտնենք ադենին գուանին քանակական հարաբերությունը, որը հավասար է 2.1-ի, եւ այստեղ մենք կարող ենք գտնել ադենինի քանակը, որը 2.1 անգամ ավելի շատ է, քան գուանինը։ Արդյունքում մենք ունենալու ենք, քանի որ ունենք գուանինի քանակը, խնդրում տրված 2400 թիվը, մենք կարող ենք ունենալ ադենինի քանակը, որը հավասար է 2.1 անգամ 2400։
Քանի որ մենք գտանք արդեն ադենինի քանակը, որը հավասար է թիմին, մենք կարող ենք 5040-ը բազմապատկել 2-ի եւ այնուհետեւ գումարել ցիտոզինի եւ գուանինի գումարին, որը կարող ենք նաեւ գրել 2400 անգամ 2 արտահայտությամբ, քանի որ ցիտոզինը հավասար է գուանինին։ Մենք այս երկրորդ հարցով կարողացանք գտնել ԴՆԹ-ի ընդհանուր նուկլեոտիդների քանակը, որից հետո մենք կբաժանենք 2-ի, գտնելով մեկ շղթայի նուկլեոտիդների քանակը կամ ԻՂՆԹ-ի նուկլեոտիդների քանակը եւ կբաժանենք 3-ի, գտնելով ամինաթթուների քանակը։ Հաջորդ խնդիրները, ինչպես դուք մատնանշում եք, դրանք բակտերիայի խնդիրներն են։ Իհարկե ասեմ հարգելիներս, որ սրանք եւս համարվում են սպիտակուցների եւ նուկլեինաթթուների վերաբերյալ խնդիրներ, ոչ թե բակտերիայի վերաբերյալ խնդիրներ, եւ այս խնդիրները որպես կանոն բավականին պարզ են եւ հեշտ լուծելի, սակայն այստեղ առկա թվերի որոշակի խճճված, ձեզ թվացող խճճված վիճակը հուշում է ձեզ բարդության մասին։ Հիմա կտեսնենք, թե ինչքան հեշտ կարող ենք մենք լուծել այս խնդիրը։ Քանի որ հասկացանք, որ խնդրի խումբը իրենից ներկայացնում է սպիտակուցներ եւ նուկլեինաթթուներ թեման, ապա մենք կարող ենք իմանալով այս 4 կանոնները լուծել նույնպես այս խնդիրը։ Սպիտակուցի քանի մոլեկուլ է կոդավորում այդ ԴՆԹ-ն, եթե մենք ունենք ԴՆԹ-ի նուկլեոտիդների ընդհանուր քանակը 8.4 անգամ 16, եթե բակտերիայի սպիտակուցների միջին մոլեկուլային զանգվածը 30,000 դալտոն է, եւ ընդունենք, որ մեկ ամինաթթվային մնացորդի միջին մոլեկուլային զանգվածը 150 դալտոն է։ Հաջորդ հարցով պահանջում է քանի անգամ է ԴՆԹ-ի մոլեկուլի զանգվածը գերազանցում սպիտակուցի միջին մոլեկուլային զանգվածը, եթե մեկ նուկլեոտիդի զանգվածը 300 դալտոն է։ Նախ եւ առաջ մեր 8.4 անգամ 16 աստիճան թիվը, որ իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի նուկլեոտիդների քանակը, կբաժանենք 2-ի, այնուհետև բաժանենք 3-ի եւ կստանանք ամինաթթուների քանակը, որը հավասար է 1.4 անգամ 16 աստիճան։ Այնուհետև 1.4 անգամ 16 աստիճանը, որը իրենից ներկայացնում է ամինաթթուների ընդհանուր քանակը, կբազմապատկենք 150-ով, քանի որ 150-ը մեր 1 ամինաթթվի միջին մոլեկուլային զանգվածն է, եւ արդյունքում կգտնենք սպիտակուցների միջին մոլեկուլային զանգվածը։ Հաջորդ հարցով իհարկե մեր թիվը 210 անգամ 16 աստիճան այս թիվը մենք կբաժանենք 30,000 դալտոնի, քանի որ այս թիվը իրենից ներկայացնում է ընդհանուր սպիտակուցների միջին մոլեկուլային զանգվածը, իսկ այ 30,000 իրենից ներկայացնում է մեկ սպիտակուցի միջին մոլեկուլային զանգվածը, եւ արդյունքում իհարկե կստանանք սպիտակուցների պոլիպեպտիդային շղթաների քանակը, որը տվյալ դեպքում հավասար է 7000-ի։ Այնուհետև մեզնից պահանջվում է գտնել քանի անգամ է ԴՆԹ-ի մոլեկուլի զանգվածը գերազանցում սպիտակուցի մոլեկուլային զանգվածը, եւ անհրաժեշտ է նախ եւ առաջ գտնել ԴՆԹ-ի մոլեկուլային զանգվածը, որը հավասար է 8.4 անգամ 16 աստիճան անգամ 300-ի, քանի որ մեկ նուկլեոտիդի մոլեկուլային զանգվածը 300 դալտոն է։ Մեր ստացած թիվը 2520 անգամ 16 աստիճան արդեն հավասարազոր է ԴՆԹ-ի մոլեկուլային զանգվածին, եւ քանի որ պահանջում է թե ինչքան է գերազանցում այդ թիվը սպիտակուցի միջին մոլեկուլային զանգվածին, ապա մենք կբաժանենք այդ թիվը սպիտակուցի մոլեկուլային զանգվածի թվին եւ արդյունքում իհարկե կստանանք հետեւյալ թիվը, այսինքն 2520 անգամ 16-ը կբաժանենք 30,000-ի եւ կստանանք իհարկե 84,000։ Հաջորդ խնդիրը, որը առանձնացրել եմ ձեզ համար, բավականին շատ հարցեր առաջացրած եւ բավականին շատ մեկնաբանություններ ունեցող խնդիր է, Ջորջ Տեմանի 42-րդ խնդիրը։ Հուսով եմ հարգելիներս ոչ միայն կարողացա ձեզ բացատրել հեռապար ձևով այս խնդրի լուծման մեխանիզմը, այլ նաեւ հիմա ունեմ հնարավորություն ձեզ եւս մեկ անգամ ներկայացնելու, եւ եթե այլի կլինեն անհասկանալի հարցեր, խնդրում եմ գրեք, ես մեծ սիրով եւս մեկ անգամ կբացատրեմ խնդրի լուծման
հիմնական բնույթը։ Այստեղ էլի շատ պարզ եւ պրիմիտիվ խնդրի տեսակ է, չշփոթվեք, չխճճվեք ցվերի մեծությունից եւ աստիճաններից։ Մենք ունենք 1.8036 անգամ 10-12 գրամ զանգվածով բակտերիայի բջիջ եւ այս զանգվածով բակտերիայի բջջում պարունակվում է 12000 հատ ռիբոսոմ, որոնց ընդհանուր զանգվածը կազմում է բակտերիայի զանգվածի 3.2%-ը։ Քանի դալտոն է կազմում 1 ռիբոսոմի միջին զանգվածը, եւ հաշվի առնել, որ 1 դալտոնը հավասար է 1.67 անգամ 10-24 գրամ։ Վերջում պատասխանը բաժանել 1000-ի։ Երկրորդ հարցով պահանջում է սպիտակուցի քանի մոլեկուլ կա 1 ռիբոսոմում, եթե սպիտակուցի միջին մոլեկուլային զանգվածը 32000 դալտոն է եւ սպիտակուցների ընդհանուր զանգվածը կազմում է ռիբոսոմի զանգվածի 50%-ը։ Եվ իհարկե, քանի նուկլեոտիդից է բաղկացած ռիբոսոմի սպիտակուցը կոդավորող գենը, եթե 1 ամինաթթվային մնացորդի միջին մոլեկուլային զանգվածը 100 դալտոն է։ Նախ եւ առաջ ասեմ, որ քանի որ խնդրում տալիս է դալտոնի եւ գրամի, այսպես կարելի ասել, համարժեքները, մենք կարող ենք մեր գրամը վերածել դալտոնի, քանի որ հիմնականում խնդիրը պահանջում է դալտոնով։ Եվ քանի որ 1 դալտոնը հավասար է 1.67 անգամ 10-24 գրամ, մենք կարող ենք շատ հեշտությամբ գտնել, թե քանի դալտոն է կազմում 1.8036 անգամ 10-12 գրամը։ Այսինքն մեր այսքան գրամով բակտերիան մենք կարող ենք վերածել դալտոնի եւ ստանալ այն թիվը, որը մենք կարող ենք հետո օգտագործել, իհարկե, մնացած պահանջները դուրս բերելու եւ լուծելու համար։ Այստեղ իհարկե արդեն իսկ անձեն աչքով երևում է, որ 1.8036-ը պետք է բաժանեք 1.67-ի եւ իհարկե ցուցիչները բաժանելու դեպքում հանում եք, այսինքն -12 հանած -24, որտեղ արդեն մենք կստանանք 12, քանի որ երկու մինուսները միասին կտան պլյուս եւ կունենանք մենք արդեն 10-12 աստիճան։ Մենք կարող ենք արդեն 1.8036 անգամ 10-12 գրամ բակտերիան արդեն ներկայացնել որպես 1.08 անգամ 10-12 դալտոն թվով։ Հաջորդ հարցով իհարկե տրամաբանական է, որ մենք պետք է գտնենք 3.2%-ը, քանի որ արդեն իսկ պարզ է դառնում, որ 12000 հատ ռիբոսոմը, քանի որ կազմում է բակտերիայի զանգվածի 3.2%-ը, մենք կարող ենք գտնել 12000 ռիբոսոմի ընդհանուր զանգվածը։ Եվ քանի որ մեր բակտերիան 1.08 անգամ 10-12 դալտոնը համարժեք է 100%-ին, բնականաբար 3.2%-ը կլինի այսպիսի մի թիվ, որից նույնպես խնդրում եմ վախենալ, պետք չէ 0.03456 անգամ 10-12 թիվը մենք կստանանք եւ այնուհետեւ մենք կարող ենք այս թիվը բաժանել 12000-ի, մենք կբաժանենք, քանի որ մեզանից պահանջվում է 1 ռիբոսոմի միջին զանգվածը, իսկ տվյալ դեպքում այս թիվը իրենից ներկայացնում է 12000 ռիբոսոմի զանգվածը։ Իհարկե ստանում ենք 2.880.000 թիվը եւ չմոռանանք, որ այստեղ պահանջվում է պատասխանը վերջում բաժանել 1000-ի եւ դա է պատճառը, որ մենք վերջում պատասխանում կգրենք 2880։ Հաջորդը, քանի որ պահանջում է մեզանից սպիտակուցի մոլեկուլների քանակը 1 ռիբոսոմում, ապա մենք պետք է հաշվի առնենք նախ, որ իհարկե մենք օգտագործելու ենք ոչ թե 2880 թիվը, որը գրեցինք պատասխանում, այլ մենք կօգտագործենք ամբողջ թիվը, քանի որ մեր 1 ռիբոսոմի միջին զանգվածը հավասար է 2.880.000-ի։ Այս թիվը, քանի որ համարժեք է 100%-ին, մենք կարող ենք գտնել 50%-ը, քանի որ այստեղ հստակ ասվում է, որ սպիտակուցների ընդհանուր զանգվածը կազմում է ռիբոսոմի զանգվածի 50%-ը։ Արդյունքում մենք ունեցանք 1.440.000։ Հիմա անցնենք հաջորդին, քանի որ պահանջում է սպիտակուցի մոլեկուլների քանակը 1 ռիբոսոմում, բնականաբար մենք պետք է այս թիվը, որը իրենից ներկայացնում է
ընդհանուր սպիտակուցների մոլեկուլային զանգվածը, պետք է բաժանենք մեկ սպիտակուցի մոլեկուլային զանգվածին եւ արդյունքում կստանանք իհարկե 45 եւ կպատասխանենք երկրորդ հարցին սպիտակուցի թե քանի մոլեկուլ կա մեկ ռիբոսոմում։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ մեր քայլերը, մենք գտանք ռիբոսոմի, մեկ ռիբոսոմի մոլեկուլային զանգվածը, որը հավասար է 2.880.000-ի, այնուհետև քանի որ սպիտակուցների ընդհանուր զանգվածը ռիբոսոմի զանգվածի 50%-ն է, մենք գտանք սպիտակուցների ընդհանուր զանգվածը եւ բաժանելով մեկ սպիտակուցի մոլեկուլային զանգվածին գտանք սպիտակուցի կամ պոլիպեպիդային շղթաների քանակը։ Այնուհետև երրորդ հարցը բավականին հեշտ է ձեզ համար արդեն պահանջվում է քանի նուկլեոտիդից է բաղկացած ռիբոսոմի սպիտակուցը, կոդավորող գենը, եւ այստեղ մենք կիրառելու ենք մեզ պարզ եւ հայտնի մեխանիզմը, գիտենք, որ քանի որ մեր սպիտակուցը, մեկ սպիտակուցը 32.000 դալտոն է, բաժանում ենք 100-ի, այսինքն մեկ ամինաթթվի մոլեկուլային զանգվածին ստանում ենք 320 ամինաթթու, եւ իհարկե 320 ամինաթթուն բազմապատկում ենք սկզբում 3-ի, ապա 2-ի եւ ստանում 1920, ստանալով գենի տվյալ սպիտակուցը կոդավորող գենի նուկլեոտիդների քանակը։ Հարգելիներս, ինչպես տեսնում եք, բավականին հեշտ է այս խնդիրը եւ բավականին հեշտ են այն խնդիրները, որոնց ուղղակի մենք սիրով ենք մոտենում եւ չենք վախենում ամենակարևորը, քանի որ պետք է վախենալ միայն այն դեպքում, եթե չենք տիրապետում այս կարևոր եւ ուզում եմ նաեւ նշել պարզ սխեմաներին եւ մեխանիզմներին, եթե դուք կարողացաք այս 4 կետերը փայլուն կերպով հասկանալ եւ կարողացաք կիրառել այս խնդիրներում, ապա ես վստահ եմ եւ դուք էլ վստահ եղեք, որ կկարողանաք լուծել 4 թեմարաներում աղկա բոլոր սպիտակուցների վերաբերյալ խնդիրները, ինչպես նաեւ իհարկե այն խնդիրները, որոնք վերաբերում են սպիտակուցների եւ նուկլեինաթթուների ընդհանուր այսպես համալիր, համախումբ խնդիրների շարքին։ Շնորհակալություն հարգելիներս, խնդրում եմ եղեք ակտիվ, եթե չեք բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, եղեք ակտիվ, կիսվեք այս տեսանյութերով, որպեսզի բավականին լայն տարածում ունենա այս տեսանյութերը եւ կարողանանք օգնել մեծ թվով աշակերտների արդեն իսկ մյուս տարվա միասնական քննություններին պատրաստվելու գործընթացում